Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել, նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու, ներկայությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել ըստ նախնական գնահատման, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում եւ թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Հայաստանի ինքնապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը բնակչության հրաժարվել է բնակարանների տանն են բնակվել, 2 կին ունենք, որ օգտվել են եւ այս պահին հյուրատանն են բնակվում, դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի, Պարոն վարչապետ, ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորստվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաեւ եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար։